Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքը գտնվում է նախկին Վարդենիսի շրջանի աշխարհագրական կենտրոնում, Սևանա լճի հարավ-արևելյան կողմում, Մասրիկի դաշտում։ Մայրաքաղաքից հեռու է 170 կիլոմետր։ Վարդենիսը հայոց հնագույն բնակավայրերից է։ Հնում անվանվել է Վասակաշեն, 17-րդ դարում Ոսկեշեն։ 19-րդ դարից սկսել է կրել Բասարգեչար անունը։ Վարդենիսը անվանվում 1969 թվականից։ Մինչև 1996 թվականը ունեցել է քաղաքատիպ ավանի կարգավիճակ։ Երբ 1930-ին կազմավորվում է Վարդենիսի շրջանը, բնակավայրը դառնում է վարչական կենտրոն։ Այժմ Հայաստանի քաղաքային համայնքներից է։ Քաղաքի տարածքը հարուստ է պատմական հուշարձաններով։ Սա Սուրբ Վարդան մատուրն է։ Կա պատմություն այն մասին, որ Վարդենիսի տարածքով անցել է Վարդան Մամիկոնյանը, ու դրանից հետո նրա պատվին կառուցվել է այս սրբավայրը։ Այստեղ ապրում է 14600 մարդ, սա մարդահամարի տվյալներով։ Իրականում քաղաքի բնակչության թիվը 15000-ից ավելի է կազմում։ Խորհրդային Վարդենիսի տնտեսության առաջատար ճյուղը համարվում էր արդյունաբերությունը։ Ներկայումս քաղաքի բնակչության զբաղվածության հիմնական ոլորտներն են առևտուրը եւ սպասարկումը, նշում է Վարդենիս քաղաքի ղեկավար Վոլոդիա Խլոյանը։ Արդյունաբերության մեջ աշխատունակ բնակչության զբաղվածությունը կազմում է մոտ 5%։ Վարդենիսից մոտ 600 մարդ աշխատում է Սոտքի ոսկու հանքավայրում, ինչպես եւ ամեն տեղ այստեղից էլ կան արտագնա աշխատանքի գնացողներ։ Քաղաքի վարչական տարածքը կազմում է 3725 հեկտար։ Համայնքն ունի 2000 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որից 1700 հեկտարը վարելահողերն են։ Նշում է Վալոդիա Խլոյանը եւ հավելում. Գյուղատնտեսության զարգացման, գյուղմթերքների արտադրության ապահովման համար պետք է որ պետությունը մի քանի հարցեր կարգավորի ոլորտում։ Ապահովի գյուղտեխնիկայով, գյուղգործիքներով, ստեղծվեն հնարավորություններ մատչելի գներով պարարտանյութեր, թունաքիմիկատներ ձեռք բերելու համար։ Անհրաժեշտ է ներգրավել համապատասխան ներդրողների ոռոգման համակարգը վերականգնելու համար, նաեւ լուծել որակյալ սերմանյութի հարցը։ Իդեպ վերջերս Վարդենիսին այս առումով խիստ հուսահատ վիճակում է հայտնվել։ Հարցն այն է, որ 2011-2012 թվականներին պետության հատկացրած սերմը իրեն չի արդարացրել, հողագործը բերք չի ստացել, դեռ ավելին հավելյալ ծախս է արել սպասարկման համար, այսօր դժգոհ է բնակիչը անգամ պատրաստ բողոքի դուրս գալու։ Իդեպ այսպիսին է վիճակը տարածաշրջանի գրեթե 36 համայնքներում։ Մեզ ներկայացրել են 700 դրամ, որ պետք է մենք հատուցեինք։ Հետո եկան չափագրեցին, տեսան ոչ մի արդյունք զրոյական է, հիմի գրել են 420 դրամ, թե դա որտեղից ենք տալիս, ծիծաղելի է։ Հիմի ներկայացրել են հարկադիր կատարման ու ժողովրդից ուզում են պահանջել։ Այստեղ պետք է իրենք ադապտացնեին, բույսը պետք է բերեին սերմը, ցանկաշրջանառություն կատարեին, տեսնեին այս հողակտորի վրա կարելի է թե չէ, որտեղ այդ ոչ մի ծնունակություն չի ունեցել, բացարձակ զրո։ Գյուղացին ինչ մեղավորություն ունի։ Տեղական սորտի ցորենը հենց կողքի հողաբաժնում ցանել ենք, շատ լավ սերմա։ Վալորիա Խլոյանը մասնագիտությամբ շինարար է։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի համապատասխան բաժինը։ Նա 1999-ին ընտրվելով քաղաքապետ մինչև 2005 թվականը 6 տարի աշխատել է այս պաշտոնում։ 2008-ին կրկին նրան է նախընտրել Վարդենիսին տալ իր վստահության կվեն։ Գոհ են համակարգացիները նրանից այն առումով, որ իրենց հուզող բոլոր հարցերը արձագանք գտնում են։ Քաղաքի ղեկավարը մեծ պատասխանատվությամբ է վերաբերում իր աշխատանքին։ Հարցեր կան, որոնց լուծումը համայնքապետարանի ուժերից վեր է։ Այս դեպքում համայնքի ղեկավարը ամեն ջանք գործադրում է, որպեսզի դրանց մասին իրազեկ դառնան նաև վերևներում, ասում են նրանք։ Ինչպիսին է Վարդենիսը որպես քաղաք։ Քաղաքը քաղաքային տեսքի մեջ պահելու համար կարևորվում են մի շարք հարցեր՝ սանհիգիենիկ հարցերի լուծում, կանաչապատում, ճանապարհների բարեկարգում եւ այլն։ Առանց երկմտելու կարելի է ասել,
որ Վարդենիսը հավակնում է դառնալ այս առումով բարվոք վիճակում գտնվող համայնք։ Վարդենիսը բարձր լեռնային բնակավայր է, բնությունը աղքատիկ, այստեղ քամիները շատ են, արևն էլ վառող է, ուստի արդեն օգոստոսի կեսերից աշնանային պատկեր է ընդունում քաղաքը։ Սակայն ամեն ինչ արվում է քաղաքը որքան հնարավոր է կանաչ պահելու համար, կանաչապատ հատվածները հավելելու համար իրականացվում են ծառատունկեր, ասում է Վարդենիսի քաղաքապետ Վոլոդիա Խլոյանը։ Քաղաքի կենտրոնական 3 ճանապարհները ամբողջապես վերակառուցվել են։ Ճանապարհներից մեկում աշխատանքները ընթացքում են։ Կառուցվում է 1840 մետր երկարությամբ, 12 մետր լայնությամբ ճանապարհ իր ջրահեռացման համակարգով մայթեզրերով։ Հարթեցվում փոսալացումներ են իրականացվում նաև երկրորդական փողոցներում։ Թեև, ասում է քաղաքապետը, քաղաքի քառամյա ծրագրում նախատեսված է նաև ներհամայնքային ճանապարհները վերակառուցել։ Պարզապես քաղաքապետարանը նման աշխատանքների համար միջոցներ չունի։ Մնում է հուսալ, որ կառավարության կողմից նաև սրանց համար կլինեն հատկացումներ։ Քաղաքի փողոցների 50%-ը գրեթե լուսավորված են, 12 կիլոմետրի վրա անցկացվել է գիշերային լուսավորություն։ Քաղաքը գեղեցիկ համայնապատկեր ունի գիշերը, անցկացվել են անգամ դեկորատիվ լույսեր։ Ես այն կարծիքին եմ, ասում է քաղաքապետը, որ ցանկացած համայնքի ղեկավար պարտավորվածություն ունի եւ պետք է հետեւողական լինի իր համայնքում կարգավորել բնապահպանական խնդիրները։ Բնապահպանական հարցերի մասին խոսելիս հարկ է, որ առանձնագի ուշադրության արժանացվի քաղաքի գոյողագծերի մասին հարցը, իր խոսքն է շարունակում Վոլոդիա Խլոյանը։ Համայնքը կանգնած է էկոլոգիական աղետի առջև, անմխիթար վիճակ է այստեղ։ Ունենք թաղամասեր, որ մինչև այսօր եւ չի անցկացված ջրագից եւ գոյողագից։ Ամենախրթին հարցը հենց Բանդեր թաղամասն է, որը շուրջ Վարդենիսի 1/3 մասը ապրում է այդ տարածքում, մինչև օրս գոյուղը վերգետնյա հոսում է դեպի Սևանալիճ։ Հիմա գնացեք տեսեք, որ բանջարանոցը ջրի մեջ է, այսինքն քաղաքացին վարելավող ստացել է, չի կարող օգտագործել։ Բայց մենք հարկուտ տուրք ենք պահանջում տվել քաղաքացուց։ Եվ բացի դրանից քաղաքացին ջրի մեջ է, ասում ենք հաշվիչ պետք է դրեք, ջրի վարձ տվեք։ Այդ քաղաքացուն մենք նախ պետք է հատուցենք, որ ջուրը հեռացնենք, նախ պետք է անցվալցվի ոչ միայն գոյուղակից, այլ եւ ջրահեռացման, այսինքն դրենաժի ձևով որ ջուրը հեռանա, մարդիկ կարողանան իրենց բանջարանոցները մշակել։ Վարդենիս քաղաքի նախկին մաքրման կայանի փլուզվելուց հետո գոյուղաջրերը ամբողջովին լցվում են գետերը։ Գետերով գալիս է դեպի մեծ տները ամբողջովին։ Բազմաթիվ անգամ դիմել ենք Վարդենիսի քաղաքապետարանը դիմել է վերևները եւ այդպես շարունակ։ Այս վերջերում արդեն Վարդենիսում կառուցեցին նոր գոյուղագծեր եւ նոր մաքրման կայան։ Գոյուղագծերը ամբողջովին չեն գործում, ներկա վիճակում հանձնել են շահագործման, բայց չեն աշխատում։ Օսանքազրկելուց հետո, որ անջատում են, ջուրը բարձրանում է կալուդեսներով, լցվում է Խանջյան փողոցի վերջնամասում տները, Մռավյան փողոցը, նոր կառուցված գոյուղագիծը իր դիամետրը տրուբաների չի համապատասխանում իր հզորությանը։ Մենակ միացրել են բանավան գիծը, արդեն տրուբաների 80%-ը լցված է։ Դեմն էլ արդեն ձմեռ է, եթե մաքրման կայանի սլիվնոյ գիծը չկառուցեն, գոնե։ Այս ջուրը ամբողջովին ձմեռ լցում է մեզ տները, ոնց ենք անելու չգիտենք։ Մեզ խոլերիայի բունն է, այնա տան հետևների մասը ամբողջովին է սա։ Գոյուղակ ջուրը ամբողջովին նորից գետերով գալիս գնում է դեպի Սևանալիճ։ Ճանապարհահատվածները, որոնցով անցնող գոյուղագծերը փոխվել են, շինարարները անփութորեն վերաբերվելով կիսաքանդել թողել հեռացել են, դժգոհում է քաղաքապետը։ Սա նաև գալիս է նրանից, ասում է քաղաքապետը, շատ դեպքերում աշխատանքներ իրականացնելիս տվյալ կազմակերպությունները չեն համագործակցում համայնքի ղեկավարության հետ։ Քաղաքի ջրամատակարարման համակարգը կառուցվել է 1950-ական թվականներին, վերանորոգվել է 70-ականներին, այժմ գրեթե ամբողջությամբ շարքից դուրս եկած են ջրագծերը։ Հաճախակի վթարներ են լինում, առաջանում է ջրի կորուստ, կեղտաջրերը ներթափանցում են խմելու ջրի ցանց։ Կառավարություն ենք ներկայացրել մարզպետարան, դիմել ենք ջրամատակարարման համակարգին Պատրիկ Լորենին, ասել է, դեռ մենք ուսումնասիրենք,
տեսնենք ինչ է լինելու, մինչև օրս այդ խնդիրը բարձի թողի վիճակում է։ Այսօր հաշվիչներ ենք տեղադրում, ժողովրդին անհարմար վիճակի մեջ են դնում, ակտեր են գրում, դրվածքային կարողությամբ, մեկ էլ տեսնում ես մեկ ընտանիքին 18100 խորանարդ մետր ջուր են գրում։ Ընդհանրեն ես բանդեր թաղամասում ապրում եմ, քիչ է որ իմ բանջարանոցի ամբողջ տունս լրիվ ինչքան կահույք ունեմ, արդեն լրիվ փչացել է, խոնավացել է, դեռ ինձ ակտա գալիս 18000 ամսական դրվածքային կարողությամբ։ Անհարմար է, էլի։ Մեր խողովակաշարերը 30-40 սանտի խորության վրա են։ Մեր սառեցման գոտին 120 սանտիմետր։ Այսինքն ինչ է նշանակում։ 1 մետր 20 սանտիմետր սառեցման գոտին է, բնական է, որ օդը կցնդի, եթե մենք ջրաչափ տեղադրեցինք, դա փականք է։ Խողովակաշարը օդը կցնդի, ապա դրա ծախսածածկույթով պետք է պատասխան տա։ Դուք ճիշտ հասկացեք։ Դա խնդիր կա։ Օրինակ ենթադրենք համակարգը գալիս է հիմնանորոգումը փոխարենը ասֆալտապատված է, Բերիրյան նախկին տեսքում փոսորակի վերացնում թողում գնում։ Վերջապես քաղաք է։ Այդ մենք քաղաքապետարան այդքան ծախսուներ չունի, որ կարողանա հատուցի։ Քաղաքն ունի 43 բազմաբնակարան շենք։ Մասնագետներ են հրավիրել, փորձաքննության արդյունքում պարզվել է, որ բոլոր շենքերը արդեն ունեն վթարայնության աստիճաններ, պատմում է քաղաքապետ Վալոդիա Խլոյանը, եւ ցավով նշում, որ իրոք այս առումով անմխիթար է Վարդենիս քաղաքի վիճակը։ Նորոգված է ընդամենը 2 շենքի տանիք պետմիջոցներով, մնացած բոլոր շենքերում հրատապ են տանիքների վերակառուցման եւ մուտքերի նորոգման հարցերը։ Բարեկարգման կարիք ունեն նաև շենքերի բակերը։ Գնալով քաղաքի բնակչությունը ավելանում է, սակայն նոր բնակարաններ չեն կառուցվում, նշում է քաղաքապետը։ Վարդենիս քաղաքում ներկայությամբ կան 6 կիսակառույց շենքեր, խորհրդային շրջանից մնացած, որոնք կարելի է ամբողջացնել։ Հեռավոր մարզերում բնակարանաշինության հարցը կարգավորելը արդեն պետք է որ հայտնվի պետության ուշադրության կենտրոնում։ Վարդենիսում կան հիմա այնպիսի 1 սենյականոց բնակարաններ, որտեղ 10 հոգով են ապրում, նշում է քաղաքապետը։ Քաղաքային համայնքներում շատ ավելին են հոգսերը, որովհետև համայնքային ենթակառույցները շատ են։ Կոնկրետ ծրագրեր իրականացնելու համար կարևոր նշանակություն ունի համայնքի ֆինանսական միջոցների գնահատումը եւ կանխատեսումը, ասում է Վալոդիա Խլոյանը եւ հավելում. Համայնքի միջոցներով մեծածավալ գործեր հնարավոր չի կատարել, սակայն երբ որևէ ներդրումային հասարակական կազմակերպություն աշխատանք է իրականացնում համայնքում, համայնքը անպայմանորեն մասնակցում է իր ներդրմամբ։ Վատ է վիճակը հանրակրթական դպրոցներում, քաղաքն ունի 4 դպրոց եւ ոչ մեկում չկա ջեռուցման համակարգ։ Ոչ միայն ջեռուցման խնդիրը չի լուծված, այլ անգամ հիմնանորոգման խնդիր է, շատ կարևոր, անհրաժեշտություն է։ Գույքի խնդիր է։ Նայում ես երեխան, չես իմանում, նստարան չկա, որ երեխան նստի։ Գիտեք ինչ, մենք խոսում ենք երեխայի առողջության մասին ու ցավ եմ ապրում, որ եթե հանրակրթական դպրոցում ջեռուցման խնդիր կա, օրինակ ես նախակրթական համակարգը ամբողջապես ջեռուցել եմ, եկել եմ ջեռուցել եմ։ Մանկավարժը ոնց դաս կտա, եթե տվյալ սեյակը ցուրտ է։ Երեխան ինչ պետք է սովորի։ Բազմակի անգամ ես հարցը բարձրացրել եմ։ Թող կրթության նախարարությունը հոգ տանի գոնե Վարդենիս քաղաքի 4 դպրոցներից 2-ը կամ 1-ը կամ 3-ը ջեռուցի կամ 4-ն էլ ջեռուցի, որ մենք կարողանանք մեր խնդիրը, պետք է այնպես անենք, որ մեր ժողովուրդը դժգամ չլինի։ Վարդենիսի մարզիկները բավականին հեղինակավոր են, ներկայացնում է քաղաքապետը, ցուցադրելով իր սենյակում սեղանին դրված գավաթները։ Քաղաքն ունի 2 սպորտ դպրոց։ Թիվ 1 մարզադպրոցը հիմնադրվել է 1990 թվականին, ունի բռնցքամարտի եւ ֆուտբոլի տարբեր տարիքային խմբեր։ Մեր պատանի ֆուտբոլիստները մարզային խաղերում միշտ գրավել են առաջնակարգ տեղեր, մի քանի անգամ խաղացել նաեւ Հայաստանի առաջնություններում։ 2008-ին Ֆրանսիայում քույր քաղաք Ռոմանում մասնակցելով միջազգային մրցաշարին գրավել են 3-րդ տեղը եւ արժանացել բրոնզե մեդալի։ Բռնցքամարտի խումբը եւս ստեղծվել է 1990-ին։ Սաները մասնակցել են եւ մարզային եւ հանրապետական մի շարք մրցումների, մարզային առաջնություններում եղել են հաղթողներ։
Քաղաքի մարզադաշտը կառուցվել է 1971-ին, 7500 տեղանոց այս մարզադաշտը ժամանակին հանրապետության ամենագեղեցիկ մարզադաշտերից էր։ Այսօր այն կիսաքանդ վիճակում է, ունի հիմնանորոգման խնդիր։ Այս հարցում իր հովանավորությունն է կամենում ցուցաբերել Հայաստանի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ասում է քաղաքապետը։ Մենք ակնկալում ենք նրա բարի կամեցողությունը եւ հույս ունենք, որ կիրականացնի իր խոստումը, ասում է նա։ Քաղաքի նախակրթական համակարգում քիչ են խնդիրները։ Հիմնանորոգման անհրաժեշտություն ունի միայն թիվ 4 մանկապարտեզը, մնացած 3-ը աշխատում են, նորոգված են։ Սա թիվ առաջին մանկապարտեզն է, այստեղ հաճախում են 110 երեխաներ։ Մանկապարտեզը նորոգվել է 2009-ին ամերիկյան USAID կազմակերպության եւ համայնքապետարանի համատեղ ներդրմամբ։ Ունի գեղեցիկ ձևավորում, հարդարված է, մաքուր ու կոկիկ տեսք ունի։ Նկատելի է երեխաները իրենց օրն անցկացնում են հետաքրքիր, կա ջերմ վերաբերմունք։ Սա քաղաքի համայնքային կենտրոնն է, վերակառուցվել է պետական միջոցներով։ Գեղեցիկ ժամանակակից կենտրոնը կարող է մրցակցել մայրաքաղաքի ուզածդ նման կառույցի հետ։ Այստեղ են տեղավորված մշակույթի տունը, գեղարվեստի դպրոցը, քաղաքի գրադարանները, սպորտ դպրոցը, շախմատի տունը։ Այստեղ է նաև հայրենական պատերազմի վետերանների խորհրդի գրասենյակը։ Իդեպ մեր նկարահանման օրը քաղաքապետարանում վետերանների նիստն էր։ Այստեղ ընտրվեց միության նոր նախագահը։ Վարդենից քաղաքը ունեցել է մշակութային լավագույն ավանդույթներ։ Մեր խնդիրն է դրանք պահպանելը եւ զարգացնելը, նշում է քաղաքապետը։ Այսօր վերակառուցված համայնքային կենտրոնի շնորհիվ մշակութային կյանքը քաղաքում ավելի ակտիվ վիճակի է եկել։ Այստեղ են իրենց պարապմունքներն անցկացնում բարի խմբակը եւ ժողովրդական գործիքների համույթը։ Վարդենիսում գործում են 2 երաժշտական դպրոցներ, դասընթացները տարվում են պրոֆեսիոնալ չափանիշներով։ Կան դաշնամուրի եւ ժողովրդիկների բաժիններ։ Ցաները մասնակցել են բազմաթիվ հանրապետական եւ միջազգային փառատոների, գրավել են առաջնային տեղեր, արժանացել դիպլոմների։ Ահա այսպիսին է Վարդենիս քաղաքը, այսպիսին էին նրա խնդիրներն ու հետագա ծրագրերը։ Հաջողություն քեզ, Վարդենիս քաղաք։ Վարդենիս քաղաք, դու կանգուն մնա